Ապրիլի 2-ին էր, դույս առավոտյան, որ զորամասը տագնապ տվեցին, բոլորս բարձացանք ստեղ, եկանք ստեղ արդեն տեսանք էլի, որ իսկական պատերազմը սկսել է։ Անբացատրելի վիճակ էր մի հատ, որ տենց ադրնանը տենց ավշենի, սակյանքը հաստատ չես ունեցած չես ելնի, ոչ մի տիպի։ Շատ դժվար անցել, բայց այդ դժվարություններին բոլորս էլ դիմակայել ենք, կարծել ենք հասնենք այն վիճակին, որ մեր զինվորի մարդկան ոգին չի կոտրվել։ Բոլորս էլ պատրաստ ենք, կանազենք մեր հայրենիքի համար, մեր ազգի համար, մեր աղբերների, մեր քույրերի համար։ Անձնակազմի դուխը բարձր է, լրիվինս։ Գիտենք, թե հակառակորդին իզև են ջախջախել, ինչ կորուստներ ենք հասցրել։ Չենք ուզում թերագնահատածել հակառակորդին, բայց մեր դիտարկումներով, մեր տեսածով փախուստ է։ Իսկ մեր զինվորներից չկա տես մեկը ամբողջ ճակատով, թե մեկը մի քայլ հետ դրած է։ Եկի ասել ենք ստորում որ շմանի չենք ապրում։ Մենք այստեղ ենք, որ մեր ծնողները, մեր քույրերը, մեր սպասողները, որ սա հանգիստ սպասեն առանց ընկճվելու, առանց ոչ մի բանի։ Մենք միշտ պատրաստ ենք մարտի։ Ու թող հաստատ իմանան, որ մենք հաստատ կգանք։ Այդպես բան էր։ Էս է զինվորի կյանքը։ Զինվորը չպետք է քնի, զինվորը պետք է պրոստը հանգստանա։